Ողջույն հարգելի հետևորդներ, հարավ-արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցն է։ Մոտ 10 օր է այս փողոցի տարբեր շենքերում օրվա ընթացքում մի քանի անգամ հոսանքազրկումներ են տեղի ունենում։ Անհասկանալի պատճառով հովարային անջատումներ են սկսել գոնե այս փողոցի շենքերում, Բաբաջանյան փողոցի շենքերում։ 3 անգամ զանգահարել եմ հետ թեժգից, հասկանալու համար ինչով է պայմանավորված ամառվա այս շոգ օրերին օրվա ընթացքում 3, 4, 5, 6, 7 անգամ հոսանքազրկումը շենքերում։ Ասում են, որ վերանորոգման աշխատանքներ, հասկանալի է, որ 20 րոպեով չեն կարողանա վերանորոգում անել, հաջորդ 3 ժամ հետո նորից անջատվի այդ շենքի հոսանքը։ Պարզ է, որ հովարային անջատումներ են սկսել։ Հիմա ինձ հեծի թեժ գծից ասում են, գրավոր նամակով դիմեք տեխնիկական տնօրենին, թող տեխնիկական տնօրենը ձեզ գրավոր պատասխանի, թե ինչու այդ օրը, այդ ժամին ձեր շենքում կամ կողքի շենքում կամ փողոցի վերջին շենքում հոսանք չկար։ Պայմանագրում նման կետ չկա, երբ որ դու բնակչին հովարային անջատումների ես ենթարկում եւ բնակիչը չի կարողանում հստակ հասկանալ օրվա որ ժամերին, եթե գոնե գրաֆիկով լինի, որ այս ժամին անջատում միացնում են, քիչ առաջ 15 րոպե անջատեցին, ասացին կես ժամով, տվեցին 2 րոպե նորից անջատեցին։ Հասկանալի է, որ հովարային անջատումներ են տեղի ունենում, գոնե այս հատվածում, Սիլիկյան թաղամասում, Աչափնյակ համայնքի։ Սա ահազանգ է։ Այլ բան է, երբ որ մարդիկ ոլորտումներ դրումներ են կատարում, կայացնում են ոլորտը, այլ բան է, որ մեկ գրչի հարվածով որոշում են ոլորտը վերցնել եւ հանձնել ոչ կոմպետենտ մարդկանց, ովքեր այս ամառվա շոքին սա կտանքների ենթարկելու նման մի բան է, 40 աստիճանի տակ մարդկանց թողնել առանց հոսանքի եւ օրվա մեջ մի քանի անգամ։ Ինչ է նշանակում գրավոր դիմել տեխնիկական տնօրենին, որպեսզի ինքը մի 20 օր հետո պատասխանի, թե ինչու՞ն է խնդիրը, որ այսինչ շենքում, այսինչ ժամին հոսանք չկա։ Չէ՞ որ իրենք որևէ բնակչի ամեն ամիս գրավոր չեն դիմում եւ ասում վճարեք ձեր հոսանքի վճարը։ Բնակիչը շատ պատասխանատու գիտի, դա իր հոսանքը վճարելու ժամանակի օրն է, վերջին օրն է, նախավերջին օրն է, միանգամից վճարումը կատարում է։ Ինչու իրենք օրինակ ամեն ամիս չեն դիմում բնակչին, սպառողին եւ ասում, գիտեք, ձեզ գրավոր դիմում ենք, որպեսզի դուք հոսանքը միանգամից անջատում են առանց գրավոր դիմելու։ Հիմա երբ որ խոսքը վերաբերում է սպառողին, միանգամից ասում են գրավոր դիմեք։ Ես թեժ գծի պատասխանող Ինեսա անունով աղջկան խնդրեցի 3 անգամ ճշտել, ոչ թե ինչու այս պահին հոսանք չկա, այլ ինչու են հովարային անջատումներ։ Վերջին պատասխանը եղավ, որ գրավոր դիմենք տեխնիկական տնօրենին։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ ոչ կոմպետենտ մարդկանց ձեռքին տալ ռազմավարական նշանակության կարևոր օբյեկտներ, դա բերելու է 90-ական թվականներին, ինչպիսին կար առանց հոսանք, առանց գազ, առանց ջուր, այնպես չէ, ջրանջատումներ լինում են, հոսանքի անջատումներ պլանավորված, երբ որ ասում է, սպառողը հասկանում է, որ շաբաթվա, ամսվա այսինչ օրը իրենց շենքը հոսանքազրկվելու է կամ ջրանջատվելու է։ Որոշակիորեն իրենք պատրաստում են այդ հանգամանքին, բայց երբ որ օրվա ընթացքում 7-8 անգամ շենքը հոսանքազրկվում է,
տարբեր ժամերի, գիշեր, ցերեկ, երեկոյան, բաղարավոցյան, սա խոսում է, որ ոլորտը ոչ կոմպետենտ մարդկանց ձեռքին է հայտնվել պատահմամբ եւ այդ մարդիկ ոչնչացնում են պարզապես այս ոլորտը։ Ես դիմում եմ հիմա այս պահին Ռոմանոս Պետրոսյանին հետևել, հասկանալ, ինչով է պայմանավորված, գուցե ներքին օղակները լավ չեն աշխատում, գուցե իրենք չեն տիրապետում խնդրին, հասկանան, որպիսի մարդկանց չթողնեն ամառվա այս շոքին այսպես խայտառակ իրավիճակում։ Սա խայտառակ իրավիճակ է, որը ստեղծել է Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած հեծը ամառվա այս շոքին։ Ես կսպասեմ պատասխանին, արձագանքին, որովհետև սա հեծը պիտի ընկալի, որ սա մի թաղամասի տարբեր շենքերի բնակիչների ահազանգ է, որ հիմա բարձրաձայնում եմ, որովհետև երբ որ ես զանգահարեցի, ասացի ես գտնվում եմ Բաբաջանյան 157 շենքում, 3 առաջի օրը զանգահարել եմ Բաբաջանյան 1 շենքի համար, 3 Բաբաջանյան 1 շենքի համար եւ այդպես շարունակ, սա մի ամբողջ փողոցի շենքերի բնակիչների ահազանգ է։